Անչափ շնորհակալ եմ գյումրեցիներին ցույց տված ջերմության համար, առնվազն փողոցով քայլելիս, քաղաքացիների հետ շփվելիս այդ ջերմությունը զգացվում էր։ Մարդիկ ամեն կերպ իրենց քաղաքական ով լինելը փորձում են թաքցնել, հետո գալ ասել ԿՊ-ն չի անցնելու, չի անցնելու։ Հա, իրանց թվում է, որ իրանք իրապես կարողանալու են գյումրեցիներին մոլորեցնել, համոզել, որ իբր այս մեկը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, այն մեկը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, այս մեկը Ռոբերտ Քոչարյանի դերացոյի դերացոն չի, այս մեկն է Ռոբերտ Քոչարյանի թերիտակով, որը 5 անգամ անցնող սպարտացի մարտիկ չի։ Գյումրին բարեկարգելու մասին հենց դա նրանք ամենակիչն են խոսում, նրանք հիմնականում խոսում են 26 թվականից առաջ Գյումրիում ինչ-որ տենց հակաիշխանական մի լուրջ պրոցես գեներացնելու մասին, այսինքն մեծ հաշվով խորապես ու բարձունքից թքած ունեն Գյումրու վրա, առնվազն խոսույթից դա է հասկացում, տեխնացուների, Սերժ Սարգսյանի տեխնացուների, Ռոբերտ Քոչարյանի տեխնացուների խոսույթից դա է հասկացվում, որ մարդիկ ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչ պետք է անեն Գյումրիում, եթե ընտրություններում ինչ-որ մի հրաշքով անկարծ իշխանություն ստանան, չեն խոսում նրա մասին, թե ինչ կարելի է անել, ոնց կարելի է անել գյումրեցու կյանքը թեթևացնել, ճանապարհների բարեկարգում անել, շների ստերջացում անել, այս մի ծրագիրը, այն մի ծրագիրը մենք ներկայանում ենք մեր թիմով, մեր ծրագրով, որը շատ հավակնոտ ծրագիր է,